Աշխարհն այսօր ավելի անկայուն է, քան երբևէ։ Տնտեսական, քաղաքական, բնապահպանական եւ սոցիալական հազարավոր ռիսկեր առնչվում են մեր կյանքին։ Ինչու են որոշ ռիսկեր առավել վտանգավոր եւ ինչ է սպասվում առաջիկա տարիներին։ Ուսումնասիրել է Համաշխարհային տնտեսական ֆորումը 2026 թվականի գլոբալ ռիսկերի զեկույցում, հիմնված ավելի քան 1300 փորձագետների կարծիքների վրա։ Հարցումը գնահատել է ռիսկերի ազդեցությունը 1, 2 եւ 10 տարվա կտրվածքով։ Անորոշությունն է 2026 թվականի գլոբալ ռիսկերի գլխավոր բնութագրիչը։ Հարցվածները կանխատեսում են, որ առաջիկա 2 տարիները կլինեն անկայուն կամ ճգնաժամային, իսկ 10 տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է 57%-ի։ Եթե անցյալ տարի ռիսկերի առաջին տեղում հակամարտություններն էին, ապա այս տարի դրանք նահանջել են երկրորդ տեղ, իսկ առաջինը աշխարհատնտեսական դիմակայությունն է։ Last year was only in 9th position. Անցյալ տարի աշխարհատնտեսական դիմակայությունը երկամյա հեռանկարում զբաղեցնում էր 9-րդ տեղը, իսկ այսօր արդեն առաջին տեղում է։ Աշխարհատնտեսական դիմակայության մի մասը մաքսատուրքերն են, բայց իրավիճակը դրանից շատ ավելի լայն է եւ ընդգրկում է ներդրումային ստուգումներ, արտահանման վերահսկողություն, կառավարությունների կողմից մատակարարման շղթաների խափանումներ եւ բազմաթիվ այլ ոլորտներ։ Սա այն ոլորտն է, որը հարցվածներին մտահոգում է առաջիկա 2 տարում։ Նրանք մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Զեկույցում նշվում է, որ աշխարհը մտնում է մրցակցության դարաշրջան, որտեղ գործակցությունը զիջում է հակամարտությանը։ Աշխարհատնտեսական դիմակայությանը հաջորդող ռիսկերն են պետությունների միջև զինված հակամարտությունները եւ տարերային աղետները։ Տնտեսական անկումը նույնպես դասվում է խոշոր ռիսկերի շարքում։ Երկարաժամկետ հեռանկարում պատկերը փոխվում է։ 10 տարվա կտրվածքով գլխավոր ռիսկը ծայրահեղ եղանակային երևույթներն են, որոնց հաջորդում են կենսաբազմազանության կորուստը եւ էկոհամակարգերի փլուզումը։ Compared to last year, Անցյալ տարվա համեմատ նահանջել է պետական զինված հակամարտությունների ռիսկը։ Չնայած այն դեռ բարձր է, բայց երկարաժամկետ հեռանկարում դուրս է գալիս առաջին տասնյակից։ Սա չի նշանակում, որ այն վերացել է։ Աշխարհում դեռ շարունակվում են որոշ խոշոր եւ ողբերգական հակամարտություններ եւ նոր հակամարտությունների սկիզբը դեռևս հավանական է։ Սակայն հիմնական մտահոգությունը մի փոքր տեղափոխվել է իրական զինված պատերազմից դեպի աշխարհատնտեսական դիմակայություն։ Երկարաժամկետ հեռանկարում շրջակա միջավայրի ռիսկերն իրականում գերակշռում են, առաջատար 5 ռիսկից 3-ը եւ առաջին 10-ից 5-ը բնապահպանական են։ Տեխնոլոգիական ռիսկերը, հատկապես արհեստական բանականության հնարավոր բացասական ազդեցությունները, նույնպես նկատելիորեն աճել են երկարաժամկետ հեռանկարում։ Այս ռիսկը երկամյա կանխատեսման մեջ 30-րդ տեղում էր, իսկ 10-ամյա հեռանկարում բարձրանում է 5-րդ տեղ։ Սա ամենակտրուկ աճն է։ Ըստ երկրների եւս ռիսկերն առանձնացվել են։ Հայաստանի համար կարևորագույն ռիսկերն են հասարակական ծառայությունների եւ սոցիալական պաշտպանության անբավարար մակարդակը, պետությունների միջև զինված հակամարտությունը, տեղեկատվական մանիպուլյացիան եւ ապատեղեկությունը, տնտեսական հնարավորությունների պակասը եւ գործազրկությունը, նաեւ տնտեսական անկումը։ very important to note, this is Շատ կարևոր է նշել, որ սա երկամյա հեռանկար է։ Սա համաշխարհային տնտեսական ֆորումի սեփական տեսակետը չէ Հայաստանում ռիսկերի վերաբերյալ։ Սա մեր կողմից Հայաստանում հարցված բիզնես ղեկավարների տրամադրած ընկալումների ամբողջությունն է։ Հայաստանում տնտեսագետներն արդեն հասցրել են ուսումնասիրել մեր երկրին առնչվող ռիսկերը եւ համեմատել նախորդ տարիներին միջազգային կազմակերպության հրապարակած նույն անուն զեկույցների հետ։ Երկար տարիներ պետք է նշել, որ համաշխարհային տնտեսական ֆորումի այդ ռիսկերի գնահատման սանդղակում Հայաստանի համար առաջնային զինված հակամարտության ռիսկներ եւ սա բնական էր, քանի որ Ադրբեջանի հետ մենք ունեցել ենք զինված հակամարտություն, քանի որ արդեն իսկ խաղաղության օրակարգ է ձևավորվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կա տրիպ նախագիծը, որը նախատեսում է նաեւ ապաշրջափակում եւ նման պայմաններում այս ռիսկի ազդեցությունը բավական նվազել է եւ առաջնային տեղում բնականաբար այս տարի չի հայտնվել։ Երկրները պետք է աշխատեն այս ռիսկերը կառավարելու եւ դրանք հնարավորինս չեզոքացնելու ուղղությամբ, նկատում է Կարեն Սարգսյանը։ Եթե դիտարկենք հարևան հանրապետությունների հետ այս ռիսկերի գնահատումը, պետք է նշենք, որ օրինակ Ադրբեջանի եւ Վրաստանի համար առաջնային ռիսկը համարվում է կիբերանվտանգության հետ կապված ռիսկը եւ այս առումով օրինակ Հայաստան նման ռիսկ չի գնահատվել։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ռիսկերի նախաձեռնության ղեկավարը շեշտում է, այս զեկույցը պետական եւ մասնավոր հատվածի համար է, որ հասկանան, ինչի վրա պետք է կենտրոնացնել ռեսուրսները։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։